գեղեցիկ է։ Հա, շատ։ Շատ գեղեցիկ է, շատ հետաքրքիր խաչ է։ Սա շատ հին իրը։ Տատիկիս իրն ինքն է մամային տվել։ Մաման էլ ինձ։ Այս խաչը իր պարզության մեջ է գեղեցիկ։ Ոնց ես։ Լավ եմ։ Տեսնում եմ, որ լավ չես։ Ասեցիր, որ էլ չես գնալու գործի։ Իսկ ինձ թվում էր, որ միտքդ կփոխես։ Չէ, մամ, ես միտքս չեմ փոխել։ Ու նման բան չի լինի։ Լիլիային հիվանդանոց տարան։ Վիճակը շատ ծանր է։ Հել ոչ մի բան մի ասա, էլի։ Աննա, դու չես պատկերացնի, թե ես ոնց էի ատում այդ կնոջը։ Իսկ հիմա չեմ կարողանում։ Չեմ կարողանում, որովհետև գիտես, որ գնում էր, բոլորին թվում էր, որ ինք էլ չի վերադառնալու տուն։ Մամ, խնդրում եմ մի շարունակի։ Աննա, բալես ես վախենում եմ, շատ եմ վախենում։ Աննա քո մայր։ Վերջ։ Էլ նման բան չասես, մամա, չկա տենց բան։ Ես ուզում եմ պարկեմ։ Մամ։ Հա, Տիգրան ջան, ոնց էր։ Այսօր բավականին հոգնել եմ։ Տարբեր տեսակի ստուգումներ են արել։ Վաղը կխոսեմ բժիշկների հետ, մամ։ Կարծում եմ ամեն ինչ պարզ կլինի։ Իսկ Լիլիան ինչ էր ասում։ Գոնե իրեն մի քիչ հանգիստ պահի։ Նարեկը մոտն էր, երբ դուրս եկանք արդեն քնած էր։ Տիգրան ջան, Աստված մեծ է, տղա ջան, լավ կլինի։ Գիտեմ, մամ, գիտեմ։ Ամեն ինչ լավ կլինի։ Նարեկ ջան։ Ես լավ եմ, պապ։ Բժիշկներն ասում են, որ մայրիկի վիճակը շատ ավելի լավ է, քան պատկերացնում էին։ Հա։ Պապ, Դու չպետք է հանգստանաս տղաս։ Հիմա լարված օրեր են։ Կտեսնես ամեն ինչ կանցնի կգնա։ պապ, Ասա Նարեկ ջան։ պապ, մաման ինձ ամեն ինչ պատմել է։ Նարեկ։ Մայրիկը դիմանի արդեն վիճակում է։ Հույսը կորցրել է։ Չի հավատում։ Ինչ որ քեզ ասել է։ Պապ, ես այդ չեմ ասում։
Maman Աննայի մասին է ինձ ասել։ Աստված իմ։ Պապ, փաստորեն Աննան իմ քուրն է, հա։ Ու ես։ Նարեկ։ Կներես տղս։ Գիտեմ, որ դու մցնցված ես այդ նորությունից։ Գիտեմ, որ պետք է խոսեմ քեզ հետ բացատրեմ։ Բայց ես այդ մասին խոսել չեմ կարող։ Ոչ հիմա։ Ոչ այսօր լավ։ Խնդրում տղաս հետո կխոսենք, հա։ Ոնց ես։ Ալան մենակ ես եկել։ Ես նենց զգացողություն ունեմ, որ չեմ հասցնի Աննայից ներողություն խնդրեմ։ Կհասցնես։ Իհարկե կհասցնես։ Ուղղակի Աննան հիմա վատ վիճակում է։ Դեռ չի հասկանում կատարվածը։ Ալա, խնդրում եմ, խնդրի իրան։ Ասա, որ